Ամբողջ ժողովը լռեց, ապա լսում էին Բարնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր կատարեց հեթանոսների մեջ։ Երբ նրանք լռեցին, Հակոբոսը խոսք առնելով ասաց. «Եղբայրներ, լսեցեք ինձ. Շմավոնը պատմեց, թե ինչպես Աստված առաջուց հոգացություն ցույց տվեց հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։ Եվ այդ բանում մարգարեների խոսքերը համընկնում են իրար, ինչպես որ գրված է. «Սրանից հետո կվերադառնամ և կշինեմ Դավթի փուլ եկած տունը, և նրա ավերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն, որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը», ասում է Տերը, նա, որ անում է այս բոլորը։ Ի հավիտենից հայտնի են Տիրոջը իր բոլոր գործերը։ Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղել նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, այլ գրել նրանց, որ խորշեն կուռքերին զոհված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից, քանի որ Մովսեսը առաջին սերունդներից սկսած յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի, և նա ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է։